Աստծո զորությամբ իսրայելացիները ազատվեցին Եգիպտոսի 430-ամյա ստրկությունից և շարժվեցին դեպի Քանան։ Այնուամենայնիվ, իսրայելացիները մոռացան Աստծո շնորհը, որը նրանց ազատեց։ Ինչու մեզ Եգիպտոսից այս անապատ ես բերել։ Ժողովուրդը, որ բողոքում էր, խայթեցին թունավոր օձերը և մահացան։ Տերն ասաց Մովսեսին. «Մի թունավոր օձ պատրաստիր, այն դիր մի ձողի վրա։ Ով որ խայթվի նայի այդ օձին, կփրկվի»։ Դե բրոնզե օձն էր, որ նրանց փրկեց։ Ոչ։ Աստված փրկեց նրանց իր խոսքերով, ով որ խայթված է, կարող է նայել ապրել։ Այնուամենայնիվ, իսրայելացիները հարյուրավոր տարիներ պաշտում էին բրոնզե օձը, մտածելով, որ այն խորհրդավոր զորություն ունի։ Երբ Եզեկիա թագավորը բրոնզե օձը կոտրեց, Աստված գովեստ ասաց նրան և հաջողություն շնորհեց այն ամենում, ինչ նա ձեռնարկեց։ Ինչու Աստված գովեց Եզեկիային, որը բրոնզե օձը կոտրեց։ Քանի որ նա, ով երկրպագում է կուռքին, կկործանվի։ Բրոնզե օձի պաշտամունքի պատմությունը մարգարեություն էր, որ եկեղեցիները խաչ կկանգնեցնեն և կկործանվեն։ Եվ ինչպես Մովսեսն անապատում օձին բարձրացրեց, այնպես էլ մարդու որդին պետք է բարձրանա։ Դա ոչ թե խաչն էր, որ փրկեց մեզ, այլ Հիսուս։ Այսօր, սակայն, եկեղեցիները պաշտում են խաչը, ինչպես իսրայելացիները պաշտում էին բրոնզե օձը։ Խաչը ոչ այլ ինչ է, քան փայտ, ճիշտ ինչպես բրոնզե օձը ոչ այլ ինչ էր, քան բրոնզ։ Եկեղեցիները, որոնք կանգնեցրել են խաչը, կկործանվեն։ Դուրս ելեք դրա միջից, իմ ժողովուրդ, որպեսզի դրա մեղքերին մասնակից չլինեք ու դրա պատուհասները չընդունեք։ Խնդրում ենք արագ դուրս գալ այն եկեղեցիներից, որոնք կանգնեցրել են խաչը։